Բարի երեկո եւ բարի գալուս հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ տնտեսագետ եւ քաղաքական վերլուծաբան Բագրատ Առաքելյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Առաքելյան։ Բարև ձեզ։ Պարոն Առաքելյան, վերջին շրջանում մենք տեսնում ենք վարչապետի այդ նոր օրակարգը, եթե կարելի է այդպես անվանել, որ բարբերաբար յուրաքանչյուր կիրակի գնում է պատարագի տարբեր համայնքներում, տարբեր մարզերում, այս անգամ Արարատի մարզում էր եւ այնտեղ էր մասնակցում, Արարատ գյուղում էր մասնակցում պատարագի, տեսանք, որ նաեւ Գևորգ Սրբազանն է միացել պատարագին ու այստեղից էլի սկսվեցին նոր հոգեվորականների Սրբազանի թիրախավորումը արդեն Մայրաթորի կողմից։ Ընդհանուր առմամբ հետևում եք process-ին, գիտեք ինչ է կատարվում, մի կողմից վարչապետը գնում է պատարագների, մյուս կողմից Մայրաթորի կողմից թիրախավորվում են այդ սրբազանները, հոգևորականները, քահանաները, ովքեր մատուցում են այդ պատարագները եւ այսպես շարունակ։ Միջև ուր կարող է սա հասնել, այսինքն միջև որտեղ կարելի է կարգալույծ անել քահանաներին, թիրախավորել սրբազաններին եւ այսպես շարունակ։ Դուք ինչպես եք պատկերացնում այս process-ը։ Գիտեք, ես դժվարանում եմ, ոչ թե դժվարանում եմ, այլ չեմ համարում, որ դա Մայր Աթոռ Իջմիածնի կողմից են այդ ինչ որ գործողությունները տեղի ունենում, ավելի շատ իմ կարծիքով դա Մայր Աթոռը զավթած մի որոշ անձանց կողմից է այդ գործողությունները, որոնք որ տարիներ շարունակ գրավել են պարզապես Մայր Աթոռը։ Մայր Աթոռը դարձրել են մի բիզնես մի կառույց, որտեղ որ կարողանում են գումարներ վաստակել, որտեղ կարողանում են ինչ որ անձնական գործերը առաջ տանեն, քաղաքականության մեջ են փորձում խառնվել, մի խոսքով Մայր Աթոռը օգտագործելով իբրև գործիք եւ իրենք այսօր հասել են շատ մի ծանր եզրի, որտեղից ավել արդեն պարզապես չի կարելի թույլ տալ, որպեսզի այդ մարդիկ շարունակեն իրենց գործունեությունը։ Այսինքն դա ինստիտուտի պատկերացումը չի եւ ինստիտուտի կողմից չի արվում, այլ անհատների, ինչպես դուք ասացիք, կամ միայնյա է որոշվում։ Գիտեք, ես չեմ կարող ասել, որ դա անհատն է, դա կառույց է արդեն դարել։ Այս 30 տարվա ընթացքում այդ մարդիկ, որոնք որ գլխավորվել են Կտրիչ Ներսիսյանով, իրենք պարզապես առևանգել են մեր եկեղեցին, իրենք պարզապես զավթել են այն միսիան, որը որ դարեր շարունակ մեր եկեղեցին տարել է իր վրա, այն եկեղեցին, որի շնորհիվ մենք ընդհանրապես հայ ենք կոչվում, որի շնորհիվ մենք գոյություն ունենք իբրև ազգ, միգուցե նաև իբրև պետություն արդեն այսօրվա դրությամբ, եւ այդ մարդիկ իրենք փորձում են շարունակել իրենց, չեմ վախենա այդ խոսքը, որտեղ դա իմ շատ լուրջ կարծիքն է, իրենց գործակալական աշխատանքը, որը որ սկսել է դեռ կոմունիստների ժամանակաշրջանից, շարունակվում է մինչ օրս։ Եվ միգուցե իմ խոսքերը շատ ծանր են հնչում, բայց իրականությունը ըստ իմ տեսակետի դա այսօր դա է։ Եվ մեր եկեղեցին այսօր մաքրման կարիք ունի։ Այն եկեղեցին, որը որ պետք է ծառայի ժողովրդին եւ որի կարիքը այսօր ժողովուրդը ունի եւ այդ եկեղեցականները այդ ֆունկցիաները չեն կատարում։ Ընդհակառակ, իրենց թույլ են տալի արդեն բավականին երկար ժամանակ ապրել շքեղության մեջ, իրենք ծառայում են իրենց նպատակներին, բազմաթիվ ֆինանսական սկանդալները, որոնք որ տեղի ունեցան այս 30 տարվա ընթացքում, հա, տարբեր օֆշորային հաշիվներ գտնվեցին, ինչ որ մենք տեսնում ենք ինչպես են քահանաները եւ այսպես ասած սրբազանները եւ այսպես ասած քահանաները այդ շքեղության մեջ ապրում, առանձնատներում, ինչ մեքենաներ են իրենց թույլ տալի ուրեմն ունենալ եւ վարել եւ այն պահվածքը ընդհանրապես, որը որ այսօր գոյություն ունի, այդ այսպես ասած ծառայողների մոտ, ինքը անընդունելի է։ Առաջին հերթին ժողովրդի համար, ժողովուրդը տեսնում է ամեն ինչը։ Ես դեռ 30 տարի առաջ մենք դրա մասին ես հիշում եմ, որ հասարակ մարդկանց մեջ այդ խոսակցությունները միշտ եղել է, որովհետև մենք համեմատելու բան ունեինք։ Մենք ունենք Վազգեն առաջին կաթողիկոս, հա, մի մարդ, որը որ 100%-ով նվիրված էր իր ժողովրդին, որը որ ամեն ինչ իր
հնարավորությունների սահմաններում արեց այդ ժողովրդի համար։ Թեպետև ինքը նույնպես աշխատում էր այդ կառույցների հետ, եսի նկատի ունեմ սովետական միության, հա, եւ փորձում էր ինչ որ ձևով մեր եկեղեցու, մեր ժողովրդի գաղափարը առաջ տանել։ Դրանից հետո այդ ամեն ինչը հաստատիորեն փլուզվեց եւ եկեղեցում իշխանության եկան մարդիկ, որոնք որ մտածում էին միայն իրենց ինչ որ անձնական շահերի մասին, իրենց ինչ որ բուրգ կառուցելու մասին։ Այսօրվա մեր եկեղեցական կառուցվածքը դա տոտալիտար, բավականին ավտորիտար մի հատ կառույց է, որտեղ որ ոչ մի ոծնցկություններ իրավունք չունեն ունենալու, ոչ մի եկեղեցական իր սեփական կարծիքը իրավունք չունի արտահայտելու։ Դե ֆակտո իրավունք չունի, որտեղ դրանից հետո կարող են գալ որոշակի սանկցիաներ վերևից, ղեկավար կազմի կողմից, հա, եւ դա մենք այսօր տեսնում ենք։ Մենք այսօր տեսնում ենք, որ այն եկեղեցականները, այն իրոք ծառայող եկեղեցականները, որոնք բազմաթիվ են այսօր մեր եկեղեցում, փառք Աստծո, իրենք փորձում են ինչ որ ձևով ժողովրդի հետ լինելը, փորձում են ժողովրդի ձայնը լսել։ Եվ իրենք նույն այդ կառույցի կողմից հալածանքների են ենթարկվում։ Դա է ցավալին։ Պարոն Արաքելյան, կարծես թե Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու քահանա Երվանդ Բաբայանի խոսքերը եւ գրառումը գալիս են հաստատելու ձեր ասածը, այդ կառույցի հետ կապված, Երվանդ Բաբայանը գրում է, քահանա Երվանդ Բաբայանը գրում է, որ Գևորգ Սրբազանը եւ նաեւ ինքը Մայրաթորի կողմից թիրախավորվում են միայն նրա համար, որ չեն կիսում եկեղեցու պետություն հակամարտության այս թեման եւ դրան առնչվող այս զարգացումները։ Այսինքն կասկածից վեր է, որ սա այլևս քաղաքական իմաստով այս հակամարտությունը քաղաքական ենթատեքստ ունի, այսինքն սա ոչ թե եկեղեցի քաղաքական վերնախավի պայքար է, այլ քաղաքական հայացքների համար են ինչ-որ պայքարի մեջ մտել եկեղեցին։ Գիտեք, դուք շատ ճիշտ բառեր ասացիք, որ եկեղեցին քաղաքական պայքարի մեջ է մտել պետության հետ։ Ինչը այդ հենց բառակապակցությունը ինքը իրանով աբսուրդ է, որտեղ եկեղեցու նպատակների մեջ դա ոչ մի կերպ չի կարող մտնել։ Եկեղեցու ծառայողությունը լրիվ ուրիշ բաների մեջ է գտնվում։ Եկեղեցին այսօր ինքը եկեղեցին կներեք, ես մի քիչ շարունակեցի այդ թեման, բայց այդ եկեղեցին չի, եկեղեցականները, այսպես ասած եկեղեցականները, իրենք իրենց վրա ինչ-որ միսիաներ են փորձում վերցնել, փորձում են խառնվել քաղաքական կյանքի մեջ, պահանջում էր Կտրիչ Ներսիսյանը, վարչապետի հրաժարականը, դա այն պայմաններում, երբ եկեղեցականները, այդ նույն եկեղեցականները, այս տարիների ընթացքում իրենց ծպտունը չկար այն ժամանակ, երբ որ իրենց կարիքը կար մեր ժողովրդին։ Օրինակ, սկսած մարտի 1-ին 2008 թվականից, երբ որ փողոցներում հայեր էին գնդակահարվում փաստացիորեն, հա, Էլեկտրիկ Երևանը հիշենք, Սասնա Ծռերը հիշենք, այն անհանգստությունները, որոնք որ տեղի էին ունենում Հայաստանում ժամանակ առ ժամանակ եւ բնական անհանգստությունները, քանի որ մեր պետությունը իր պետության իշխանությունը դարձյալ զավթված վիճակում էր գտնվում։ Եկեղեցին լուրը մուճ նստած էր։ Զանգերը լռում էին, ոչ մի զանգ չկար, ոչ մի եկեղեցական չկար, որ դուրս գար փողոց իր հոտի հետ միասին կանգներ այդ ոստիկանների առջև դեմքով դեպի ոստիկաններ եւ փորձեր պարզապես նույնիսկ համերաշխության կանչել, հանդարտության, որպեսզի արյուն չթափվի փողոցներում, հայ քաղաքի Երևանի փողոցներում։ Դա տեղի չունեցավ։ Իսկ զանգերը սկսեցին հնչել այն ժամանակ, երբ որ այդ կրիմինալ կառույցը փորձեցին կպնել, այդ պետությունը փորձեց այդ կրիմինալ կառույցին, այն մարդկանց հանդեպ, որոնք որ կոչեր էին անում ռազմական հեղաշրջման, որոնք որ կոչեր էին անում եւ պարզապես միգուցե խոսակցության մեջ նշում էին, որ իրենց նպատակներին հասնել, քաղաքական ընդգծեմ նպատակներին հասնելու համար իրենք պետք է մարդկանց գնդակահարեն, իրենք պետք է ուրեմն ինչ-որ ավտոբուսներ այրեն եւ այլն, մենք գիտենք բոլորս դրա մասին, հա, արդեն։ Եվ այդ մարդկանց այն պահին, երբ որ այդ մարդկանց ուզում է պետությունը փորձում էր պատասխանի կանչել, այդ ժամանակ հանկարծակի զանգերը հնչեցին։ Զանգերը հնչեցին նաեւ այն ժամանակ, երբ կոմունիստ քաղաքապետին, այն կոմունիստ
կուսակցության ներկայացուցիչին, որը այդ կուսակցությունը ժամանակին գնդակահարում էր եկեղեցականներին 20-րդ դարի սկզբում, հա, երբ որ ռուսները զավթեցին Հայաստանը, օկուպացրեցին Հայաստանը, անկախ Հայաստանը։ Այդ ժամանակաշրջանում այդ կոմունիստ քաղաքապետին ձերբակալում են եւ դարձյալ զանգերը եկել։ Դա աբսուրդ է։ Դա մոտիվացիան ո՞րն է, պարոն Արաքելյան։ Ես նշեցի մոտիվացիան նաեւ, որ մեր եկեղեցականները, որոշ եկեղեցականները աշխատում են իբրև գործակալներ, ուրիշ պետության գործակալներ։ Ես կարող եմ նշել, որ դա Ռուսաստանն է։ Դա այլևս փաստ է։ Իմ կարծիքով նման մեղադրանքներ շատ են։ Իմ կարծիքով դա փաստ է եւ այդ իմ կարծիքը ձևավորվել է այն գործողությունների վրա, որոնք որ տեղի են ունեցել այդ մարդկանց կողմից։ Այլապես ես դա չեմ կարող ձևակերպել, այլապես ես դա չեմ կարող նույնիսկ բացատրել։ Թեկուզ ինքս ինձ համար։ Դա անբացատրելի է, երբ որ դու տեսնում ես, որ շատ ծանր իրավիճակում, երբ Հայաստանը, ես նկատի ունեմ 20 թվականը պատերազմը, որտեղ որ մենք դե ֆակտո պարտվեցինք, երբ որ ժողովուրդը շատ ծանր էմոցիոնալ վիճակում էր գտնվում, Կտրիչ Ներսիսյանը պարզապես ինքը առաջադրում էր այն թեզերը, որոնք որ լրիվ համահունջ էին այն թեզերի հետ, ինչ որ գալիս էին Մոսկվայից։ Եվ ոչ միայն ինքը, բազմաթիվ ուրիշ եկեղեցականներ, նույն բանը, ոնց որ նույն թղթի ցուցակը կարդալուց լինեին։ Դա ինչի մասին կարող է խոսել։ Ինչի մասին կարող է խոսել այն իրավիճակը, երբ եկեղեցականները փորձում էին հաշտժություններ ստեղծել Հայաստանում, Երևանում, այս վերջերս արդեն, հա։ Ինչի մասին է խոսում, որ ռուսական բոլոր մեդիաները իրենց սատարումն էին հայտնում այդ շարժումներին, իրենք պարզապես ցուցաբերում էին իրենց լրիվ համաձայնությունը այդ ցույցերի հետ եւ այն գործողությունների հետ, որոնք որ անում են եկեղեցականները։ Մի խոսքով դա իմ կարծիքով այդ ամենը ջրի երեսում է եւ մեր ժողովուրդը, ես դրա մեջ համոզված եմ, ես մարդկանց հետ պարզապես շատ եմ շփվում։ Ես տեսնում եմ, որ գրեթե բոլորը դա պարզ գիտակցում են։ Պարոն Արաքելյան, դուք ձեր խոսքում նշեցիք, որ եկեղեցին վերածվել է բրգաձև կառույցի, որտեղ ամենավերևից է ամեն ինչ կառավարվում։ Վերջին շրջանում մենք տեսնում ենք, թե ներքևի օղակներում ինչպիսի անհամաձայնություն կա ու ինչպես այդ նույն քահանաները պատարակ են մատուցում բոլոր այն եկեղեցիներին, որտեղ հայտնվում է վարչապետը։ Մենք կարող ենք ենթադրել, որ օղակը սեղմվում է եւ այդ բուրգը քիչ-քիչ սկսում է քանդվել, եթե կարելի է այդպես մեկնաբանել։ Դարձյալ թույլ տվեք ձեզ ուղեմ, ոչ թե եկեղեցին, այլ այն եկեղեցականները, որոնք որ զավթել են եկեղեցին։ Ես նշեցի դրա մասին, որ կան բազմաթիվ ուրիշ եկեղեցականներ, որոնք որ ազնիվ կատարում են իրենց ծառայությունը։ Եվ հենց այդ եկեղեցականները իրենք այսօր տեսնում են, որ հնարավորություն է ստեղծվել եկեղեցին մաքրելու։ Հնարավորություն է ստեղծվել, որպեսզի այդ գործակալական համակարգը փլուզելու հնարավորությունը այսօր գոյություն ունի եւ իրենք բնականաբար մասնակցում են եւ ես համոզված եմ, որ իրենք բոլորը հայրենանվեր եւ եկեղեցամետ անձեր են, որոնք որ իրոք ուզում են մաքրել եկեղեցին այդ քաղցկեղից, որը որ արդեն տարիներ շարունակ ուտում է մեր եկեղեցին։ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները բարձրաստիճան դասը նաև դիմել է Գարեգին Բեին, որպեսզի հեռացնեն Աշակ Սրբազանին, գիտեք, տարածվող տեսանյութերը նաև հիմք ընդունելով, բայց այս առումով էլ կաթողիկոսը հապաղում է եւ կարծես թե ընդդիմանում է, որտեղ է խնդիրը, այսինքն մի դեպքում կարգալույծ են արվում բոլոր այն քահանաները, ովքեր պատարակ են մատուցում եկեղեցիներում, որտեղ վարչապետը ներկա է գտնվում, մյուս կողմում երբ կա հստակ պահանջ եւ կաթողիկոսը չի ուզում գնալ այդ որոշման, որտեղ է նաև այդ կապը։ Իրեք տարիներ շարունակ Կտրիչ Ներսիսյանը իր մտերիմների հետ միասին, հիշեցնեմ, որ 49, եթե չեմ սխալվում, եպիսկոպոսներից 6-ը իր ազգականներն են պարզապես, հա, եղբայրները, ինչ որ բարեկամները, մտերիմ ազգականները, դրանից բացի գոյություն ունեն բազմաթիվ ուրիշ մտերիմ մարդիկ, որոնք որ տարբեր ուրիշ պաշտոններ են զբաղեցնում եկեղեցում, դա տնտեսական, հա, ինչ որ դիվանագիտական եւ այլն։ Ինքը այդ բուրգը կառուցել է տարիներ շարունակ, տասնամյակներով, եւ այդ բուրգի այդ մեխանիզմը
մեխանիզմի աշխատանքը ինքը հիմա փորձում են հենց անել, որպեսզի ոչ մի վրիպում չլինի, ոչ մի ինչ որ մեղադրանք միգուցե իր հասցեին այդ բուրգի կողմից, այդ իր մասնակիցների կողմից։ Դա մի շատ խորամանկ քաղաքականություն է, որը որ այսօր վարվում է Կտրիչ Ներսիսյանի կողմից։ Եվ ես չգիտեմ, միակ տարբերակը ըստ ինձ, որ մեր եկեղեցին իրոք ձերբազատվի այդ կառույցից, դա նաև որ ժողովուրդը իր ձայնը պետք է հնչեցնի, թեկուզ նույն այդ տարբեր միջոցառումներին, եկեղեցական միջոցառումներին մասնակցելով, նույն վարչապետի միգուցե հետ, կամ սատարելով այն քահանաներին եւ այն սրբազաններին, որոնք որ իրենց ձայնը համարձակվում են այսօր բարձրացնել իդեմ Կտրիչ Ներսիսյանին։ Եվ վերջը կներեք Կտրիչ Ներսիսյանը եւ մնացած այդ իր բուրգի մասնակիցները, իրենք բացի նրանից, որ իրենց եկեղեցական են համարում, նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են եւ այսօր պետությունը իրավունք ունի իբրև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների չոր պատասխանի կանչի եւ եթե եւ երբ որ պետական համակարգները, այն թվում եւ ուժային դատախազությունը եւ այլն, հա, իրենք կոնկրետ մեղադրանքներ ունենան կամ ունեն, ես համոզված եմ, որ այդ մեղադրանքների փաթեթը արդեն իրենց մոտ բավականին մեծ է, իրենք պարզապես պետք է այդ մարդկանց հրավիրեն համապատասխան օրգաններ եւ ներկայացնեն այդ մեղադրանքները, որի թվում բազմաթիվ քրեական մեղադրանքներ գոյություն ունեն։ Ես հիմա չեմ ուզում խորանամ եւ մանրանամ ինչ որ կոնկրետ դեպքերի մեջ, բայց բազմաթիվ թե ֆինանսական, թե նույնիսկ մանկապարտական։ Բայց ինքը մանկապարտության մասին է այո, կարծում եք։ կա, ոչ թե կարծում եմ, դա փաստեր են, որ արդեն արձանագրված են եւ որոնք որ արդեն գոյություն ունեն այդ փաստերը եւ որոնք որ թաքցվել են եկեղեցու կողմից տարիներ շարունակ։ Եվ դա վերաբերվում էր այդ ինֆորմացիան փորձել են փակեն դա եւ դա վերաբերվել է նաեւ այսպես ասած կաթողիկոսի Կտրիչ Ներսիսյանի հարազատ եղբորը, դա վերաբերվում էր Լևոն, որը որ հիմա արդեն ողջ չի։ Ֆրանսիայում գործեր էր հարուցվել մի սրբազանի հանդեպ, ես պարզապես Ալեքսանյանն եթե չեմ սխալվում ազգանուններ, կապված մանկապարտության հետ Ֆրանսիայում, դա Հայաստանում չէր, դա կներեք Նիկոլ Փաշինյանի կողմից սարքած ինչ որ բան չէր, հա, որ իրանք ասենց մեղադրանքներով են մեկ-մեկ հանդես գալի։ Ֆրանսիայում գործը հարուցվեց, բայց ինքը մահացավ, վաղաժամկետ մահացավ այդ մարդը ինչ-ինչ պատճառներով եւ գործը փակվեց։ Եվ նման դեպքերը բազմաթիվ են։ Եվ այսօր ինչի է ժամանակ առ ժամանակ նույն վարչապետը կոչերով հանդես գալի, որ միգուցե Կտրիչ Ներսիսյանը թողի եւ հեռանա, ինչի համար, որովհետեւ եթե այդ գործերը ի հայտ հանեն, եթե այդ գործերը հանրությանը տրվեն, ապա շատ վատ դրության մեջ կարող է ընկնել մեր եկեղեցու անունը։ Մեր նման իրավիճակ կարող ստեղծվի, ոնց որ ստեղծվեց, ասենք, տարիներ առաջ կաթոլիկ եկեղեցու Ռոմի Պապի այդ այնտեղ էր նմանապես ինչ որ խնդիրներ կային եւ այլն եւ այլն։ Բայց հաղթահարվեց։ Հաղթահարվեց, մի Ռոմի Պապը հեռացավ, մյուսը եկավ, փորձեց ինչ որ այդ խնդիրները հաղթահարել, որոշ խնդիրներ դարձյալ ծածկվեցին։ Դա մեր հետ այդքան կապված չի, թեպետ եւ մենք ունենք եւ կաթոլիկ եկեղեցի եւ մեր ժողովրդի մի մասը կաթոլիկ հավատացյալներ են իհարկե։ Ամեն դեպքում պարոն Առաքելյան, ինչն է պահում Գարեգին-բային, այ դուք ասում եք, որ նման ծանր մեղադրանքներ կան, որոնց մասին վստահ եմ իրենք էլ գիտեն եւ նախ մի կողմից ինչու իրավապահ համակարգը չի գնում այդ մեղադրանքների ետևից, մյուս կողմից ինչին է սպասում կաթողիկոսը, այսինքն կարող եք ենթադրել, որ դեռ չգնալու տարբերակ ամեն դեպքում ունի։ Գիտեք, ինձ թվում է, որ Կտրիչ Ներսիսյանը ուրախ կլիներ հենց այսօր հեռանար եւ պարզապես ձեռները լվանար, առանձնանար իր շքեղ առանձնատանը կամ ինչ որ մի իր պատկանող տներից մեկում, հա, եւ իր
կյանքը շարունակեր այնտեղ, բայց այդ հնարավորությունը իրան չի տրվում այն մարդկանց կողմից, որոնք որ իրեն պարզապես ասում են ինչ պետք է անի, ոնց պետք է անի, եւ ես խոսեցի նրա մասին, որ իմ կարծիքով դա պարզապես գործակալական համակարգ է։ Եվ ոչ մի գործակալական համակարգում, հատկապես եթե դա նախկին KGB-ի հետ կապված էր, այսօր, չգիտեմ, FSB-ի հետ կապված է ռուսական, հա, նախկին գործակալներ գոյություն չունեն։ Գործակալները իրենց կամքով չեն կարող հեռանալ։ Իրենց ասում են ոնց կարան իրանք գործեն, այլապես իրենց վերջը կարող է վատավարտվել։ Եվ հիմա ես չեմ ուզում չունեմ այն կոնկրետ փաստերը, թե նույն այդ սրբազանը Ֆրանսիայում ինչպես է մահացել, ասենք, հա, ես հիմա քանի որ մի քիչ պատրաստ չի դրան, շուտվանից եմ դրա մասին կարդացել ֆրանսիական մամուլում, բայց այնուամենայնիվ այդ փաստը մեկ անգամ եւս ապացուցում է, որ այդ համակարգից այնքան էլ հեշտ չի հեռանալը, ինքնակամ հեռանալը։ Քեզ կարող են հեռացնել։ Այսինքն ամեն դեպքում, եթե ամփոփենք զրույցի այս հատվածը, կաթողիկոսը եթե իր ցանկությանը մնար, հեռանա։ Իմ կարծիքով ինքը կհեռանար։ Եվ ոչ միայն ինքը, այլ պարզապես իրենց պահում է այն նաև, որ իրենք շատ պարզ եւ սթափ գիտակցում են, որ եկեղեցու ներսում իրենք բազմաթիվ տնտեսական, ֆինանսական հետքեր են թողել, լուրջ հետքեր են թողել, որոնց համար իրենց կարող են հետագայում հարցնել, ասել ոնց։ Թեպետ եւ հայ առաքելական եկեղեցին այս տարիներ, տասնամյակներ շարունակ ոչ մի ֆինանսական հաշվետվություն չի ներկայացրել պետությանը, քանի որ ըստ մեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը եկեղեցին առանձնացված է եւ այդ իրենք հարկատու չեն եւ այլն, հա, բայց այնուամենայնիվ խոսքը գնում է բարերարների նվիրած գումարների մասին, խոսքը գնում է նրա մասին, որ մեր ազգի ներկայացուցիչները ինչ-որ ֆինանսական մասնակցություն են ունեցել եկեղեցու մեջ եւ ակնկալել են, որ այդ գումարները կուղարկվեն ինչ որ բարի գործերին, հա, բայց իրականությունը այն է, որ եկեղեցական որոշ օղակները դարձյալ իմ կարծիքով դարել են ֆինանսական լվացկատներ, դարձյալ այդ գումարները չեն ուղարկվել, չեն ուղղվել այն օգնություններին, միգուցե որի կարիքը Հայաստանը ուներ, այն հատկապես 90-ական, 2000-ական սկիզբ, հա, եւ այլն, ես ի նկատի ունեմ նույնիսկ այն, որ ոնց կարող ենք պատկերացնենք, որ հայ եկեղեցականը իրեն թույլ է տալի քշել մի ավտոմեքենա, որի արժեքը մի քանի $100,000 է, դա ինչ եկեղեցականներ են, ինչ ծառայության մասին խոսք ընդհանրապես կարող է լինել։ Դե օրինակ հոգևորականներից մեկը ռուսաստանյան թեմի վերջերս նաև տեսանյութ էր տարածվել, ասում էր, մեզ պիտի թագավորի նման պահեք, հոգևորականը ոնց կարող է վատ ապրել։ Ինքը լրիվ ինքը արտահայտեց այն բազիսային թեզերը, որով որ ուղերձվում էին այսօրվա այդ զավթած եկեղեցականները, որոնք որ այդ համակարգը օգտագործել են իրենց անձնական շահերի համար։ Ես էլ չեմ ասում նրա մասին, որ եթե խոսում ենք նույն եկեղեցու մասին, վերջերս եղա Մարի տաճարում վերանորոգումից հետո ես ապշեցի նրանից, որ այն հին պատմություն տեսած սալիկները բուլդոզերով քանդել, հանել, տարել են, թափել են, տեսել նոր սալիկներով, պատել են սաղ եկեղեցին, այդ պատերը շուշասվաղ են արել, չգիտեմ ինչ որ կներեք շատ անճաշակ ձևի այդ եկեղեցուց լեզուս չի պատտվում, բայց իմ մոտ այնց տպավորություններ, որ ես ինչ որ ոչ շատ թանկարժեք սուպերմարկետ եմ մտել։ Հասկանում եք, մենք այն վիճակում, որ մենք քարոզում ենք, մենք խոսում ենք նրա մասին, որ մեր մայր տաճարը ամենահին գործող եկեղեցին է քրիստոնեական աշխարհի վրա։ Եվ զբոսաշրջիկները գալիս են, տեսնում են, որ ամեն ինչը շատ լավ, նոր վերանորոգված, ներկայացկի չի չորացել, ինչ եք անում։ Դուք ով եք, դուք ինչ իրավունք ունեք մեր մայր տաճարին կպնելու։
Ինչ իրավունք ունեիք, ով էր այդ ճարտարապետը, ով էր այդ մտածել, որ մարմարի վրա յուղաներկով ինչ որ կրակ են նկարել, չգիտեմ ինչ են արել, դա խայտարակություն է։ Հասկանում եք, ես միգուցե մասնագետ չեմ, չնայած 90-ական թվականներին Հայաստանում բացեցի առաջի դիզայներական ֆիրմաներից մեկը դեռ 90-ականների սկիզբ։ Ես մի քիչ տեղյակ եմ, ասենք, ինչ որ ոնց պետքա վերաբերվել նման արժույթներին, նման ինչ որ բաներին, հա, եւ պարզապես ապշած վիճակում է։ Լայն էլ այն պայմաններում այդ եկեղեցուց դուրս եկա 50 մետր հեռավորության վրա գերեզմանատուտ էր, Զիբիլյանոց։ Այն գերեզմանատունը, որտեղ որ թաղված են հայ սրբազանները, հայ սրբազանները, որոնք որ չգիտեմ 17-րդ, 18-րդ դարի։ Զիբիլյանոց մեկի մտքով չի անցնում, որ մի հատ պետքա ամոթ հա, պարզապես ամոթ հա, մենք դա ներկայացնում ենք իբրև մեր ամենամեծ արժույթներից մեկը, մեր ազգի ամենամեծ արժույթներից մեկը։ Ես 90-ականների ամենասկզբում դեռ շատ երիտասարդ էի, ինձ բախտ վիճակվեց, ես գնացի ինձ մի խմբի կազմում մենք գնացինք կաթողիկոսի Վազգեն առաջինի նստավայրը, դուք չեք պատկերացնում ինչ ասկետիկ էր դա, ոչ մի ճաղեր չկար, ոչ մի չափարներ չկար այն ժամանակ, պահակատուն գոյություն չուներ, որտեղ որ հարցում են ուր եք գնում, ինչ փակ է, դռները փակ է, դու չես կարող գնալ, այն ժամանակ դա բաց էր։ Եվ ես իր աշխատասենյակում եղա, ես տեսա, որ ինքը կարող էր նույնիսկ մի քիչ քերծված սեղանի շուրջ նստում էր, աշխատում էր, իր նույնիսկ կներեք տենց մանր ինչ որ դետալի մասին, ես մտա արտակնոցը եւ տեսա, որ պատերի վրա սալիկներ չկային, ներկած էր պատերը։ Հասկանում եք, ու դրանից հետո այդ մեր պատկերացումից հետո եկան ինչ որ նոր բիզնես տերտերներ, որոնք որ հաճախելով որևիցե մի երկիր եւ դրա ապացույցները գոյություն ունի։ Առաջի բանը ինչ հարցնում էր Կտրիչներ Սեսյանը, ովքեր են ամենահարուստ մարդիկ ստա։ Եթե համայնքը հավաքվում էր, հա։ Այն ուղեկցողին հարցնում էր, դրա ինտերնետում էլ կա այդ ամեն ինչ։ Որ իր առաջի հարցը ինչ եղել է, ով է ամենահարուստը, ծանոթացրա։ Ու եկեղեցականների մոտեցումն է եղել տենց։ Իրենք բոլորից սպասել են ինչով կարող են քեզանից օգտվել, ինչ կարող են քեզանից փոքած լինել։ Ես բիզնես ինչ որ համակարգերում ժամանակին եւ շփվել եմ, ես անձամբ եմ դա զգացել իրենց կողմից։ Երբ որ եկեղեցականը պարզապես քեզ կարող է փորձի, իհարկե, պարտադրել, որ դու ինձ պետք է ուրեմն այսպես ինչ որ բան առնես, անձնական իրա դա եկեղեցու համար չէր։ Դա անձնական ինչ որ մի բան էր։ Ինչ հետևություններ պիտի անել, պարոն Առաքելյան, եւ ես ճիշտ հասկացա ձեր խոսքից, որ գնալը ամեն դեպքում ավելի ծանր է լինելու, քան մնալը։ Դրա համար կաթողիկոսը դեռևս նախընտրում է մնալ, որովհետեւ գնալու պարագայում շատ ավելի ծանր փաստեր են ի հայտ գալու։ Իրանց գնալ կամ մնալու վրա ուշադրություն արդեն պետք չի դարձնել։ Իրենք մարդիկ են, որոնք որ գրավել են մեր եկեղեցին, դարձյալ եմ կրկնում, եւ որոնք որ պետք է հեռացվեն մեր եկեղեցուց։ Եվ այն ինչ որ այսօր անում է վարչապետը, ես 100%-ով սատարում եմ, թեպետ բազմաթիվ ուրիշ հարցերի վերաբերյալ տնտեսական, հա, ես ինչ-որ հարցեր կարող եմ իրեն ուղղել, իմ մակարդակի սահմաններում բնականաբար, բայց այն ինչ որ վերաբերվում այս եկեղեցական շարժմանը, ես միանշանակ դա պետք է մաքրվի։ Այսօր մեր ժողովուրդը եկեղեցու կարիքը ունի, որովհետև մենք կանգնած ենք շատ ծանր մի խաչմերուկի վրա եւ այսօր մենք պետք է մեր մեջքի հետևում մեր եկեղեցին զգանք։ Պարոն Առաքելյան, քանի որ ժամանակը սուղ է, կուզենամ խոսենք նաև հեծի մասին, գիտեք, օրերս հեծը լիցենզիայից զրկվեց եւ գնում է հեծի պետականացման process, Կարապետյանները այդ առումով գիտեք, մեծ դժգոհություն ունեն, Նարեկ Կարապետյանը օրերս հայտարարեց, որ ՔՊ-ն քաղաքացիական պայմանագիրը ուզում է հեծից ստանալ պղնձամոլիբդենային կոմբինատի նման մի բան, երբ դա ՔՊ-ին ֆինանսավորող որևէ կառույցի է վերածվում եւ նաև ընտրական լծակներ։ Ինչպես հասկանալ այս հայտարարությունները, այսինքն
արդեն մի կողմից քաղաքական իշխանությունը խոսում է պետականացման մասին, հեծի, մյուս կողմից այս ուժերը, մարդիկ, որոնք նաև հիմա հավակնում են դառնալ քաղաքական դերակատարներ, ասում են, որ սա ընտրական լծակներ է, պարզապես պետք է նրա համար, որ 2026 թվականին ավելի շատ ընտրողներ ունենան եւ նաև ֆինանսական լծակներ են։ Ընկալումն ինչու է այդպեսին։ Դուք տեսնում եք նման միտում, որ օրինակ հեծը պետականացվում է մենակ նրա համար, որ ընտրական լծակներ ունենան, ֆինանսական լծակներ ունենան։ Գիտեք, մենք հատկապես Երևանի բնակիչները իրենք շատ པարզ գիտակցում են, որ հեծի խնդիրները սկսել է ոչ թե ինչ-որ վերջին ժամանակահատվածի ընթացքում։ Հեծի խնդիրների մասին խոսվել է նույն ազգային ժողովում դեռ տարիներ առաջ։ Մի քանի անգամ տարբեր նույնիսկ տնօրեններ են փոխվել, տարբեր ինչ-որ պաշտոնյաներ են տեղահանվել, որովհետև աշխատանքը չէր կատարվում։ Հեծը պարտաճանաչ կերպով տարիներ շարունակ ստանում էր բնակչության վճարումները, բայց չգիտես ինչի, եթե չեմ սխալվում, 300 թե 350 միլիոն դոլարի պարտք է գոյացել, թե չի մարվել, հա, ես հիմա չեմ այդ խնդիրների կոնկրետ մեջ չեմ գտնվում ու չեմ կարող տենց թղթաբանության մեջ չեմ զբաղվել, բայց այնուամենայնիվ ես տեսնում եմ իբրև տնտեսագետ, ես տեսնում եմ, որ բազմաթիվ մախինացիաներ են տվյալների բազան է բացակայում 18-ից։ Այո, ես դրա մասին եմ ուզում ասել, որ տվյալների բազան ոչ թե բացակայում է, ոչնչացվել է։ Ինչի է ոչնչացվել այլ տվյալների բազան։ Խոսքը գնում է այն հաշվիչների, այդ հիշողությունների եւ այլն։ Այսինքն դու անզեն աչքով դու տեսնում ես, որ այս կառույցում ինչ որ մանիպուլյատիվ աշխատանքներ են վարվել այս տարիների ընթացքում եւ դրա մասին բարձրաձայնվել է նույն պետության օրգանների կողմից եւ ես կարծում եմ ոչ թե այս իրավիճակը ստեղծվել է որովհետեւ նույն Սամվել Կարապետյանը 37 վայրկյան թե քանի վայրկյան ինչ որ բաներ է հնչեցրել, ոչ, ինքը հնչեցրել է այդ ամենը եւ մտել է քաղաքականության մեջ այն բանի համար, որպեսզի որովհետեւ հասկանում էր, որ վաղ թե ուշ այդ իր ստեղծած խնդիրները ի հայտ են գալու եւ իրեն պետք էր անպայման որևիցե մի լծակ, որպեսզի դա ինքը կարողանա քաղաքականացնի, որ քաղաքական ինչ որ մի տեսք ստանա, որ ինքը քաղաքական հալածանքների է ենթարկվում, դա իրականություն չի կամ իրականություն է, բայց ուղղված է անձամբ իր դեմ եւ այլն։ Դա գիտեր, որ իրավապահ համակարգը մի օր հասնելու է իրեն եւ այդ խնդիրների նաեւ։ Իհարկե, ըստ իմ բարձրապես ասում անզեն դիտարկման, ես ել եմ կրկնում, ես հեծի հարցերով երբեք չեմ զբաղվել մոտիկից, հա, այն ինչ որ բոլորս գիտենք, ասենք մեդիաներից, տարբեր ինչ որ լրատվամիջոցներից, այն ինֆորմացիան, որը որ հրապարակվել է այս տարիների ընթացքում, այդ դրա ամենից ես կարող եմ պարզապես հետևանքը անել։ Եվ պարոն Առաքելյան, վերջին օրերին գիտեք, ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը նաև ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված այս վերջին բանակցային փաթեթն է։ Վերջին այդ առաջարկի մեջ 28 կետերից բաղկացած այդ առաջարկը, որ դրված է հիմա սեղանին երկու կողմից։ Տեսեք, այստեղ ներքաղաքական որոշ շրջանակներ ասում են, որ հիմա Ռուսաստանը, թեև դեռևս բանակցային փուլում է, ոչինչ պարզ չի, բայց ամեն դեպքում ասում են հիմա Ռուսաստանը, երբ որ արդեն ուկրաինական ճակատում որոշակիություն լինի եւ հրադադար լինի, զինադադար լինի, վերադառնալու է հարավային Կովկաս, անգամ այսպես սկսել են հոխորտալից եւ այդ բառապաշարն օգտագործել, որ բռնվեք, դե հիմա հեսա կգան կհասնեն նորից մեզ։ Նախ ընդհանուր առմամբ դուք ինչ դիտարկումներ ունեք, հնարավոր է այս բանակցային փաթեթը եւ այս առաջարկը 28 կետերից բաղկացած ընդունեն թե ուկրաինական, թե ռուսական կողմերը, եւ եթե իսկապես համարենք, որ հակամարտությունը որոշակիորեն սառեցվելու է, իսկապես Ռուսաստանը իր ողջ ներուժը եւ գործոնները ուղղելու է դեպի հարավային Կովկաս եւ ինչպես հասկանալ նաեւ այդ հայտարարությունները եւ վերջին շրջանում Մարիա Զախարովան է ակտիվացել կարծես թե ամենատարբեր մեղադրանքներ է ուղղում դեպի արևմուտք, ասում է, որ արևմուտքը Հայաստանին է հիմա դրթում գնալ Մոլդովայի կամ Ուկրաինայի ճանապարհով, եվրադիտորդներին է այստեղ կրկին ինչ որ բաների մեջ մեղադրում անհասկանալի ու այսպես շարունակ։ Մի կողմից հռետորաբանությունը Մոսկվայում, որ կրկին ակտիվացել է եւ դա նկատելի է, մյուս կողմից այս հայտարարությունները, որ հիմա ռուս-ուկրաինական ճակատում ամեն ինչ կհարթեցվի եւ Ռուսաստանը կվերադառնա, այսպես ասած, մեզ։ Ինչպես է հասկանալ։ Գիտեք, նախ բերեք
դիտարկենք այդ 28 կետը, հա, հիմա ամեն կետը չենք անցնի, բայց հրադադար անելու համար այդ 28 կետը իրենք ըստ ամերիկյան դիտանկյունի իրենք հնարավոր են, իրենք նպատակահարմար են։ Իրենք արդեն չեն պարունակում այն կետերը, այն շատ նվաստացուցիչ կետերը, որոնք որ դրա նախորդ առաջարկում կային, հա։ Տեսնում ենք, որ ասենք նույն բանակի թվականակը պետք է 750-ից իջեցվի ընդամենը 600, հա, կամ արդեն խոսք չի գնում Խերսոնի եւ Զապորոժիայի այդ մարզերի մասին, այլ խոսքը գնում միայն Դոնեցկի եւ Ղրիմի եւ այդ Լուգանսկի մասին, այսինքն ինչ-որ մի քիչ թեթևացրել են ոնց որ Ուկրաինայի այդ բեռը, որը որ ինքը պետք է համաձայնվի կամ չհամաձայնվի այդ ամենին, բայց այնուամենայնիվ առաջինը իմ կարծիքով նույն Ռուսաստանը ինքը պատրաստ չի դրան ստորագրել նույն Պուտինը, որտեղ Պուտինին այսօր պետք է պատերազմ։ Իրեն պետք է որ իր երկիրը պատերազմի եւ այդ իմաստով այն թեզը, որ Պուտինը ավարտելով մի պատերազմը կարող է մի անգամից կամ ինչ-որ մի քանի ամիս հետո հրահրել մի ուրիշ մի պատերազմ, դա իր տակ շատ մեծ հիմքեր ունի բնականաբար։ Բայց բանը նրանում է, որ այստեղ մի հատ ուրիշ մեծ վտանգ կա, որի մասին ցավոք սրտի ես այդպես շատ չեմ լսում համենայն դեպս մեր մեկնաբանների կողմից։ Վտանգը նա է, որ այն վարկածը, որ ընդհանրապես որևիցե մի ագրեսոր երկիր կարող է հարձակվել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, կարող է հարձակվել մի ուրիշ երկրի վրա, զավթել ինչ-որ տարածքներ, մարզեր եւ Միացյալ Նահանգները դա կարող են օրինականացնել եւ պահանջել մնացած աշխարհից, նույն Եվրոպայից, որպեսզի դա օրինականացվի, այդ զավթումը, բիրտ զավթումը, դա միայն այդ վարկածը արդեն հսկայական խնդիր է առաջացնում, ոչ միայն նույն Հայաստանի համար կամ Ուկրաինայի համար, առաջին հերթին ինձ թվում է հենց Ռուսաստանի համար։ Ռուսաստանը իրեն մոռացել է, որ իր կողքը Չինաստան է գտնվում, որ ինքը ժամանակին չինական հսկայական տարածքներ է զավթել, հա, դեռ 17-րդ, 18-րդ, 19-րդ դարերով տարբեր պատերազմների ժամանակ։ Ինքը դա այդ ամեն ինչ իրենք մոռացել են։ Միայն այդ վարկածը ստեղծելով այդ Պանդորայի այդ տուփը բացվելու է եւ մեր համար դա վտանգ է բնականաբար ստեղծում այն բանով, որ չգիտեմ, վաղը մյուս օրը նույն Ալիևը կամ նույն Թուրքիան կամ որևիցե մի ուրիշ երկիր կարող է հարձակվել մի ուրիշ երկրի վրա եւ պահանջել ասել, որ գիտեք ինչ, այս իմ պատմական հողերն են, ոնց որ Ալիևը ասում է, որ չգիտեմ, Երևանը Ադրբեջանական քաղաք է, նույն հաջողությամբ կարող են դա հսկայական համաշխարհային մի նոր պատերազմ է ստեղծելու հողի վրա, ոչ միջուկային նույնիսկ պետությունների միջև։ Եվ միայն դա արդեն ինքը իրանով հսկայական վտանգ է, դա ոչ մի դեպքում չի կարելի այդ համաձայնությունը տալ, թեպետ եւ այսօր Տրամպի կողմից աննախադեպ ճնշում է գործադրվում նույն Զելենսկու վրա, բայց փառք Աստծո, որ Զելենսկին եւ Ուկրաինան դա Պուտինը ու Ռուսաստանը չեն, այնտեղ միայնձնյա որոշումներ չեն կատարվում։ Զելենսկին չի կարող որոշել, որ ինքը Ռուսաստանին ուրեմն նվիրում է Դոնբասը կամ Ղրիմը կամ Լուգանսկը։ Դա պետք է անցնի եւ ժողովրդական, ժողովրդավարական համակարգով այնտեղ գոյություն ունի Ռադա, որը որ ունի մեծ նշանակություն այդ պետական համակարգի մեջ։ Ես էլ չեմ ասում ինչ-որ հանրաքվեների կամ մնացած ինչ-որ հարցերի մասին, բայց եթե դիտարկենք միայն զինադադարի համար միգուցե իսկ Տրամպին այսօրվա դրությամբ հենց այդ զինադադարն է պետք։ Իրեն պետք է որ մի հատ ինքը ծիտիկ, հերթական ծիտիկը դնի այն պայմանները կարևոր չեն։ Որ ինքը հերթական մի պատերազմ է կանգնացրել, բայց դա խնդիրի լուծում չէ։ Ինչպես որ եւ խնդիրի վերջնական լուծում չէր Արցախի հետ կապված։
մեր խնդիրը, հա, ինքը չի լուծվել։ Արցախի խնդիրը վերջնականապես չի լուծվել։ Ինչի համար։ Միգուցե պետությունների մեջ, Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ դե յուրե այդ հարցը կարող է լուծված լինել, բայց գոյություն ունեն մարդիկ, կապ չունի ազգությամբ հայեր, հա, որոնք որ տեղահանվել են իրենց հայրենիքից, իրենք ապրել են այնտեղ դարերով։ Այդ խնդիրը օդում մնացել է եւ այդ խնդիրը լուծման կարիք ունի եւ այդ խնդրով զբաղվելու են հիմա հետագայում Նաև այլ երկրներ նկատի ունեն։ Նաև այլ երկրներն են զբաղվելու, կան միջազգային տարբեր Ռուսաստանից շատ ենք լսում, որ Արցախի հարցը դեռևս փակված չէ։ Ռուսաստանը դիտարկում է թե Հայաստանը, թե Ադրբեջանը, թե Արցախը, ինքը միշտ դիտարկել է իբրև իր սեփականություն, ինքը ուրիշ ոչ մի դիտարկում չի ունեցել ու չի ունենալու։ Ռուսաստանի հետ մենք այդ հարցերով ավելի լավ է ընդհանրապես գործ չունենանք, քանի որ մենք արդեն ապացուցվել է այն թեզը, որ հենց որ մենք Ռուսաստանի հետ, Ռուսաստանը ինչ որ մի հարցով քեզ օգնում է, ինքը մյուս օրը ինքը համարում է, որ դու իր սեփականությունն ես։ Եվ այդ փլավը մենք արդեն, ինչպես ասում են, արդեն կերել ենք, կան բազմաթիվ ուրիշ լծակներ, կան բազմաթիվ ուրիշ հնարավորություններ, ոչ պետական հնարավորություններ, որոնք որ պետությունը չի անպայման Հայաստանը իբրև պետություն, Հայաստանի վարչապետը ոչ թե պետք է զբաղվի կոնկրետ այդ հարցերով, հա, այլ հասարակական կազմակերպություններ, անձինք, որոնք որ տեղահանվել են, իրենք կան միջազգային դատարաններ, այդ աշխատանքը պետք է վարվի, որպեսզի նույն Ադրբեջանը ինքը պես փառահեղ վիճակում չլինի ու չասի չգիտեմ, ամեն օր, որ այդ հարցը լուծված է, վсё, վերջացած է, մենք էլ հարց չունենք, մենք արդեն լուծված չի, ոնց է լուծել, այդ հարցը լուծված չի։ Պարոն Արաքելյան, եթե շատ կարճ այդ ռիսկը կա ամեն դեպքում, որ Ռուսաստանը հիմա կարող է ավելի ագրեսիվ վարք դրսևորել Հարավային Կովկասում։ Ագրեսիվ նկատի ունեմ այդ քաղաքականությունը, այդ ռետորաբանությունը։ Ցավոք սրտի, ես չեմ ուզում հիմա ինչ-որ խոճապային ինչ-որ տրամադրություններ ստեղծեմ։ Մենք խոսում ենք ընդհանրապես պարզապես վերլուծությունների մասին, այո, եւ ես տեսնում եմ, որ եթե հիմա տեղի ունենա զինադադար, իսկական զինադադար, որին ես չեմ հավատում, դա էլ ասեմ, ապա այդ հնարավորությունը կա ոչ միայն Հայաստանի համար, եւ Հայաստանի համար, եւ միգուցե ուրիշ երկրների համար, որոնք որ նմանապես խնդիրներ ունեն Ռուսաստանի հետ, եւ Ռուսաստանը պարզապես ինքը չի կարող գտնվել այսօր Պուտինը չի կարող գտնվել իշխանության մեջ, եթե ինքը չլինի ինչ որ պատերազմային վիճակի, իրավիճակի մեջ, եթե այդ երկիրը ինքը չպահի պատերազմային վիճակի մեջ։ Եվ դա իհարկե ինչ որ վտանգներ գոյություն ունեն։ Շնորհակալ եմ, պարոն Արաքելյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի տնտեսագետ, քաղաքական վերլուծաբան Բագրատ Արաքելյանի հետ, կհանդիպենք։